Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ քիչ հետո մեր տաղավարում հյուրընկալելու ենք մի անձնավորության, ում դուք իհարկե շատ լավ ճանաչում եք։ Գիտեք, վերջին շրջանի զարգացումները այնպիսին են, որ մարդ չգիտե թե մի ժամ հետո ինչ կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Պարզապես անհասկանալի է դարել ժողովրդի լեզվով ասած շունը տիրոջ չի ճանաչում եւ ինչ խոսույթ ասես, ինչ այսպես զրպարտություն, սպառնանք, մեղադրանքներ ասես, որ չեն հնչում ամենուր։ Եվ որքան մոտենում են ընտրությունները, այնքան կրքերը ավելի են թեժանում, դրանում դժվար չէ համոզվել, եթե հետևես այն զարգացումներին, որ տեղի են ունենում մեր երկրում։ Իսկ այսօր մի շարք կարևոր հարցերի շուրջ զրուցելու ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրեն։ Տեսնում եք ինչ է կատարում։ Սկսենք այսպես ինչպես ասում են այն իրավիճակից, որ այժմ տիրում է մեր երկրում, ներքաղաքական զարգացումներից։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ մենք անդադ գահավիժում ենք դեպի հատակը, բայց իրականում եթե գեղարվեստական խոսք ու զրույցից դուրս գանք եւ փորձենք իրենց անունով կոչել, Հայաստանում աշճանաբար, բայց հաստատուն քայլերով ձևավորվում է ստոյցյան բռնապետական ռեժիմ, որովհետեւ ամբողջ երկիրը դարձել է մեկ մարդու կմաճիկների պատանդ։ Տեսեք, այնքան են գահավիժել, կանադառնամ Նիկոլ Փաշինյանի երեկվա երկու պնդում, անհեթեթ պնդումներին, նախ նա հասարակության միստվար զանգվածի, որը թերևս մեծամասնություն այս պահին կազմում, դիմադիր էլեկտորատի ըստ ամբողջ ժամանակ շուն շանգյալ այդ բառերով որակեց, դեպ ասեց շուն շանգյալ չկա այդքան, որ ձայն տան դիմադիր 3 կուսակցությունների էր նշում, դաշինքների, սա ինքնին հասարակությանը պառակտելու, պիտակավորելու, սեփական իշխանությունը քաղաքացիական բախումներ հրահրելու միջոցով պահպանելու անթակույց մոլուցք է, որը այլ կերպ կամ բռնապետական հակում դժվար է անվանել, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանի պնդումները բանականության բոլոր սահմանները հատում են։ Օրինակ, նա ասում է, որ գերխնդիր է ապագա խորհրդարանում թույլ չտալ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիաների անցողիկ շեմը հաղթահարելը։ Չգիտես, խելագար պնդում է հրահանգապետական մարմիններին, չգիտես ոնց որակես այս մարդու այս մտքի հիվանդ արգասիքը, որովհետև տեսեք, սոցիոլոգիական որևէ հարցում վկայում է այն մասին, որ այս ուժերը հաղթահարում են անցողիկության շեմը եւ չեն կարող հաջորդ խորհրդարանում չլինել։ Նիկոլ Փաշինյանը դա ինձանից, ձեզանից, մեր հեռուստատիտողներից լավ գիտի, որովհետև կասկած չունեմ, նա ամեն օր ստանում է սոցիոլոգիական շատ թարմ տվյալներ եւ ավելին վստահ եմ, որ նա շատ լավ հասկանում է, որ այս 3 ուժերի քվեների համախումբը հաղթում է իրեն, այսինքն 50%-ից ավելի քվեների մասին է։ Հերիք չի նրանց սպիտակավորում է շուն, շանգյալ եւ այլն, դա էլ պնդում է անում, որ այս մարդիկ չեն անցնելու։ Սա այլ խոսքով, քան պետական մարմինների եւ իրավապահ համակարգին տրված ցուցում ռեպրեսիաներ անելու դժվար է որակել։ Մենք ռեպրեսիվ բազմաթիվ բաներ ենք տեսնում։ Ձերբակալություններ, խաղաղ ցույց է, մարդիկ հավաքվել են դատարանի մոտ, ինչ-որ ցույց են անում։ Ոստիկանությունը սադրանքա կազմակերպում, մարդկանց ձերբակալում է, կամ են պատարակի վայրից ձերբակալված, եկեղեցուց ձերբակալված են պատանու պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը իր թիկնազորով, թափառախմբով ներխուժում է եկեղեցի, երբ որ արդեն պատարակ ընթացքի մեջ է, եւ ցանկացած հավատացյալ մարդ մենք բոլորս գիտենք, որ պատարակը չի սիրում նման վայրերի ներխուժում,
աղմուկ եկեղեցում եւ այլն։ Կազմակերպում է սա դրանք այդ պատանին ինչ որ հակազդեցություն է ցուցաբերում ինքնապաշտպանական բանից ելնելով շնորհալի պատանում, որը բուն թունվելու երազանք ունի, առողջական խնդիրներ ունի, վերցնում տանում են հասարակության մյուս շերտերին ահաբեկելու համար, ասենք, այդ հիվանդ վիճակում պահում են օրեր շարունակ կալանքի տակ, թե որ դա 17-18 տարեկան երիտասարդ տրավմա կարող է ստանալ այդ եւ անարդարության զգացողությունից, եւ բռնությունից, եւ ռեպրեսիայից ծսկեր երեխային կրսկով կերակրող մորը, հալավ եթե ինչ-որ բան կարես կնոջ հետ քննելու, բարձելու, ի վերջո պարտադիր չի, չէ, բոլոր դեպքերում ձերբակալությունը կիրառել։ Կարելի էր քննություն անել, մարդուն քաղաքակիրթ հրավիրել, 1-2 ժամ զրուցել, բաց թողել, բայց շնախնդիր ունի հասարակության վախը բռնելու, աշկը վախացնելու։ Եվ ինձ մոտ արդեն տպավորություն է, որ բոլոր հեղինակությունները անկախ ինչով են զբաղված։ Մեկը մարզական հեղինակություն է, մյուսը, չգիտեմ, տարբեր ոլորտներում կայացած մարդիկ են դարձել են այս չկայացածների իշխանության թիրախ։ Նայեք հենց հիմա, որ մենք եթերում զրուցում ենք, ինֆորմացիա ստացվեց, որ ձերբակալվել է մեր շախմատի հայտնի անուններից մեկը։ Այո, Անդրեյ Գրոսմայստեր։ Այո, կարելի ասել շախմատի քայլող լեգենդներից մեկը մեր Սմբատ Լպուտյանը։ Ինչի՞ է, ճոճուտ Ինձ չգիտի։ թվում է միակ մեղքը Սմբատ Լպուտյանի այս դեպքում հայտնի մարդ լինելն է, հարգված մարդ։ Այսինքն այս մարդը միջակայություն լինելով չի անդուրժում իր ոլորտում կայացած ձեռագիր հետք կենսագրություն ունեցող որևէ մարդու, ինձ մոտ այդպիսի տպավորություն է։ Եթե մարդը հատկապես իր վերահսկողության տակ չի, մարդը չի այդ ուրացման քաղաքականության կամ մոդելի կողմնակիցը չի, ավտոմատ դառնում է իր թիրախը, հակառակորդը։ Ես չեմ հիշում Հայաստանում որևէ իշխանություն սովետական կամ հետսովետական շրջանի մեր նոր անկախ պետության, որ նման վերաբերմունք ունենար հեղինակավոր մարդկանց նկատմամբ։ Ես շատ պատանի եմ եղել, բայց հիշում եմ Կարեն Սերոպիչը ոնց էր մեծարում մարզիկներին, հայտնի մտավորականներին։ Տարին մի անգամ ընդունում էր։ Այո, ես այնուամենայնիվ իրենց բոլոր թերություններով հանդերձ հանրապետության առաջին 3 նախագահները այնուամենայնիվ ինչ-որ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել մարզաշխարհի մշակույթի արվեստի գործիչներին նկատմամբ ամենայն դեպս նման անտագոնիզմ, նման զզվելի հետապնդում չի եղել։ Այսօր ամփոփեմ Նիկոլ Փաշինյանը միայն բռնապետության հաստատման միջոցով է տեսնում իր իշխանության երկարաձգման բանալին։ Այստեղ շատ կարևոր բան կա։ Մենք կանգնած ենք շատ կարևոր ջրբաժանի առաջ։ Ձեր հաղորդման առանձնահատկություններից մեկն այն է, ի պատիվ ձեզ, պարոն Ղուշչյան, որ մենք բաց ենք խոսում բոլոր խնդիրների մասին եւ պիտի արձանագրել, որ առայժմ մենք որպես հասարակություն վիճակը փրկելու հնարավորություն ունենք, բայց ժամանակը շատ սահմանափակվի։ Այ Հունգարիայում տեղի ունեցան ընտրություններ։ Որն է այդ ընտրությունների հիմնական դասը։ Հունգար հասարակության շատ ակտիվ մասնակցություն ընտրություններին։ Նրանք ընտրություններին մոտեցան բծախնդիր պատասխանատվությամբ։ 80%-ը քաղաքացիների մասնակցեց ընտրություններին, դա դարձավ փոփոխությունների տրիգեր։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր բովանդակ մեծամասնության մեջ 2/3, 3/4 շատ մեծ թվով այս իշխանությանը չի անդուրժում։ Բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ չընդունելու միակ կապիտալիզացիան այդ օրը հունիսի 7-ին ընտրության գնալն է, ակտիվ մասնակցելը, որտեվ եթե մեծ մասնակցություն եղավ, ավտոմատ դա բերելու է ռեժիմի ձայների փոքրացմանը համամասնորեն եւ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել չի կարողանալու։ Նրան մենք
հունիսի 7-ի ընտրությանը պիտի վերաբերվենք ճիշտ նույն պատասխանատվությամբ, ինչպես վերաբերվեցինք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեին։ Երբ տեղամաս գնալը, այո ասելը համարում ենք ազգային արժանապատվության խնդիր, չէ, որովհետև պետություն ենք ստեղծում։ Հիմա հունիսի 7-ը առաջին ընտրությունն է երրորդ հանրապետության մեջ, սեպտեմբեր 21-ից հետո, որ հանրաքվեի խորհուրդ եւ նշանակություն ունի։ Մենք կամ ընտրում ենք Հայաստանի Հանրապետությունը, կամ ճանապարհ ենք բացում ադրբեջանական ենթապետության վերածվելու առաջ։ Պարոն Սուրենյան, խոսեցիք ընտրությունների մասին, իհարկե շատ կարևոր է, որ մարդիկ անպայման գնան այդ ընտրություններին, բայց այս այս քարոզչական շրջանում, երբ ամեն ինչ որոշվում է կապված հունիսի 7-ի հետ, ինչ զարգացումների մենք կարող ենք ականատես լինել։ Երկու իրարամերժ զարգացման։ Դուք չկարծեք, որ Նիկոլ Փաշինյանը այնքան հիմար է, որ չի հասկանում, որ իր ամեն այլանդակությունից հետո հասարակության մի նոր խումբ երես է թեքելու իրենից կամ նույնիսկ զզվանքի զգացում ունենալու։ Չէ՞, շատ լավ հասկանում է այս թվում, հա, որտեվ ուժեղացնում է իր անվտանգությունը, շատ ավելի ռեպրեսիվ այդ բաներն են ուժեղացնում, հետևաբար պետք է հասկանալ ինչն է այս մարդու նպատակը։ Նա այլևս սրտեր չի շահում միանշանակ։ Հետևաբար այս մարդու նպատակը հասարակությանը ապաթիայի մեջ պահելն է։ Իսկ ինքը ամեն օր մի քայլ է անում, որպեսզի հասարակությունը հիասթափվի քաղաքականությունից, հասարակությունը շարից փորձանքից հեռու սինդրոմով սկսի ապրել, որ ահավասիկ ես հիմա բերեմ առածների մի քանի օրինակներ։ Օրինակ մարդը մտածում է, եթե մի պատանի ունեցել էր ճակերտավոր մեղք ընդամենը պատարակ գնալու եւ հայտնվեց խոշտանգումների այդ շղթայում, ուրեմն ավելի լավ է հասարակական որևէ բանից հեռու մնալ, չէ խոշտանգվելու համար։ Մարդը մտածում է, որ եթե ծսկեր մոր երեխային են հասել, ուրեմն իրեն է կհասնեն։ Մարդը մտածում է, որ եթե միլիարդատեր բարերարը բանտում է, կամ տնային կալանքի մեջ է, մի խոսք ասելու համար, ինքը ով է, որ Եվ այդ կալանավորում է երկարաձգվում, ինքը ով է, որ մի խոսք ասելու համար գոնե աշխատանքից չզրկվի։ Մարդը մտածում է, որ եթե սպորտի համար արած եւ սպորտը մեզ բարձունքի հասած մարդուն կարող են հանիրավի հաոկի, փորձել հաոկի նախագահի պաշտոնից հեռացնել, ինքը ով է, որ պաշտպանված լինի եւ այսպես շարունակ։ Հիմա իր խնդիրը հասկացանք, ապատիկ հասարակություն ունենալն է, որտեվ դա ընտրություններում իր միակ դաշնակիցն է։ Հիմա դրամակցորեն հակառակը պիտի լինի ընդդիմության օրակարգը։ Ընդդիմությունը պիտի կարողանա 1.5 ամիս ժամանակ է մեզ մնացել, շատ երկար ժամանակ էլ չունենք։ Ընդդիմությունը պիտի կարողանա շատ ակտիվ գործողություններով եւ քայլերով հասնել հասարակության ակտիվացմանը, որտեղ վեր հայրենակիցները հարգելի պարոն Ղուշյան, եթե իմանան 30-40 օրվա զրկանքի համար զրկանքի գնով պիտի հասնեն այս վիճակից ձերբազատվելուն, այսինքն նորմալ երկիր ունենալուն, հաստատ վստահ եմ տասնյակ հազարավոր մարդիկ ինքնակամ կգնան այդ զրկանքին։ Մնում է այստեղ ընդդիմադիր ուժերը, սա բոլորիս է վերաբերվում, բոլոր ընդդիմադիր ուժերին է վերաբերվում։ Ընդդիմադիր ուժերը կարողանան փոփոխությունների հույս ներշնչեն հասարակությանը։ Մենք պիտի որպես ժողովուրդ ապացուցենք, որ ոչ մի Ալիև, ոչ մի Էրդողան, ոչ մի Վենս, ոչ մի Կայա Կալաս, ոչ մի ռեպրեսիա չեն կարող ժողովրդի կամքից ուժեղ լինել։ Ես նշեցի բոլոր այն բաները, ինչի վրա հույսը դրել է Նիկոլ Փաշինյանը։ Այո, հիմա մենք պիտի շատ պարզ է երկընտրանքը, կամ հասարակությունը դժգոհ լինելով չի գնում տեղամասեր, կամ ընդդիմության
ընդդիմությունը չի կարողանում հույսներ շնչի, ու այս այլանդակ իշխանությունը վերարտադրվում, հա, կամ մենք հասարակության կարողանում ենք իրական ծրագրերով, իրական խոսույթով, լավ առաջնորդությամբ հույսներ շնչել, որ հունիսի 7-ը փոփոխությունների ամսաթիվն է, եւ հասարակությունը ակտիվ մասնակցությամբ դառնում է փոփոխության խորհրդանիշը։ Չմոռանանք, չէ, նույն Օրբանը, որի մասին քիչ առաջ մենք խոսում էինք Հունգարիայի, 16 տարի իշխանության էր։ Փաշինյանից ի տարբերություն Փաշինյանի Հունգարիան աղետի առաջ չի կանգնեցրել։ Ընդհակառակը այլոց այդ հարաբերություններում շատ կոշտ Հունգարիայի շահն էր պաշտպանում բայց արդեն կոռուպցիայով, կառավարման լճացմամբ եւ այլն հոգնեցրել էր հասարակությանը, վերջո 16 տարին քիչ ժամանակ չի մարդկանց օգնեցնելու համար եւ հասարակության մեջ փոփոխության պահանջարկ էր առաջացել։ Հայտնվեց էֆեկտիվ մի գործիչ, որը շատ հայտնի էլ չէր, Մադյար ազգանունով եւ կարողացավ այդ փոփոխությունների մարմնավորումը դառնալ։ Այ հիմա ես կուզենամ, որ սա ինձ էլ է վերաբերում, որտեղ ես շատ ազդեցիկ ընտրական միավորներից մեկի Բարգավաճ Հայաստան կուսակցության 8-րդ համարն եմ ի վերջո համամասնական ցուցակի եւ սա ինչ խոսում եմ հիմա ինձ էլ է վերաբերվում։ Մենք առաջիկա 1 ամսում պիտի կարողանանք յուրաքանչյուրս մեր տեղում եւ որպես ընդդիմություն հավաքականորեն փոփոխությունների սիմվոլ դառնալ։ Տեսեք, հիշատակեցիք Բարգավաճ Հայաստանը, ուզում եմ անպայման անդրադառնալ քաղաքի նախագահի Գագիկ Ծառուկյանին այդ հետ կապված պատմությանը, մարդ, որը երկար տարիներ, մի քանի տասնամյակ իր ուսերին տանում է մեր սպորտային հաջողությունների ամենակարևոր, այսպես ասած, ծանրությունը, ապահովում է մարզիկների բարեկեցիկ կյանքը, նրանց նախ այդպես մրցումային բոլոր պատրաստականության համար ամեն ինչ անում է եւ մի բնակավար, որտեղ մենք իսկապես ունենք հաջողություններ, փորձում են դա էլ քանդել, ինչ է, սա է նպատակը Ծառուկյանին հաուկի նախագահից հեռացնել։ Տեսեք, մի մարդ, որը պատահականությունների համաբերումով հայտնվել է Ծանամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, խոսքս Արայիկ Հարությունյանի մասին է, որը վարչապետի, այո։ Այս մարդը, որը բացարձակ ոչինչ չի հասկանում սպորտից, երևի դուք որ շատ լավ գիտեք, որ նրա անունը սպորտի հետ չի ասոցացվում, մարդ, որը ոչինչ չի հասկանում սպորտից, մի քանի տասնյակ, 3 տասնյակը գերազանցող ֆեդերացիաներ կան։ Այս ֆեդերացիաները ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվելով, որ սպորտը պետք է զարգացնել եւ այլն, պատրաստվում էին դեկտեմբերի 11-ին համագումարի, որտեղ պարոն Ծառուկյանը պիտի վերընտրվեր ՀԱՕԿ նախագահ, ոչ մի տարակույս չկար, որևէ այլ տեխնացու չկար, որևէ բան, կասկած որևէ ողջամիտ եւ բանական մարտունոց չկար։ Այս մարդը, որը պատահականորեն դարձել է Ծանամարտի ֆեդերացիայի նախագահ, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի կցորդն է, եւ ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն է կատարում, որոշումը դատական կարգով կասեցնել այդ համագումարի անցկացումը եւ վիճարկել պարոն Ծառուկյանի լեգիտիմությունը։ Եվ չմոռանաք ասել, դա այն դեպքում, երբ թե ասիական, թե եվրոպական ֆեդերացիաները ընտրել են Եվրասիական մարզական համագործակցության նախագահ են ընտրում այդ օրը։ Ուրեմն տեսեք, ինչ կոնտրաստ է, էլի, պարոն Ղուշչյան։ Մի կողմից Եվրոպայի, Ասիայի սպորտային լիդերները հավաքվում են Երևանում եւ գնահատելով պարոն Ծառուկյանի արդեն կարելի ասել եվրասիական սպորտում ունեցած մեծ ավանդը, նրան ընտրում են կազմակերպության նախագահ, այսինքն դրանք այդ ընտրողները մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը իր երկրի սպորտի կայացման գործում շատ մեծ ավանդ ունի եւ տեսել են նաեւ պարոն Ծառուկյանը սպորտի միջոցով ինչքան է բարձրացրել Հայաստանի վարկը, հեղինակությունը, մյուս կողմից Հայաստանում ինչքան է սպորտը պոպուլյար դարձրել, հա։ Ուրեմն այդ մարդիկ ընտրում են պարոն Ծառուկյանին նախագահ, մյուս կողմից կոնտրաստի հակառակ կողմում մի հատ լուզեր, ձախողված եւ երկիրը ձախողած իրանց քաղաքականությամբ եւ սպորտի հետ կապ չունեցող
որոշում են փաստորեն կասկածի տակ դնել պարոն Ծառուկյանի լեգիտիմությունը։ Սա լավ ուրիշի կերպ մեկնաբանեց, եթե ոչ միջակույցների պայքար հեղինակությունների դեմ։ Վազգեն Սարգսյանը լուսահոգի մի հանճարեղ տերմին ուներ մարտնչող տգիտություն։ Մեր իշխանության հավաքական գնահատականը կարծես լինի մարտնչող տգիտություն։ Բնականաբար ինչ որ կատարվում է հաղորդի շուրջ, մաքուր քաղաքական հաշվի արդարի դրսևորում է։ Ժամանակը տեսեք, պարոն Ծառուկյանը ներգրավում ընտրական գործընթացի մեջ, ընդդիմադիր դիրքերից ու սկսվում է այս կամպանիան։ Բա ոնց սրա մեջ չտեսնես քաղաքական ենթատեքստ։ Այդ բանը մի ամբարի համար Սամվել Կարապետյանն են հետապնդում, ընտրությանը մասնակցելու ցանկության համար Գագիկ Ծառուկյանին են հետապնդում։ Դրան էլ գումարեք Սմբատ Լպուչյանի վերջին։ Այս Սմբատ Լպուչյանի պատկերը ամբողջական է։ Գիտեք, ասենք ով Սմբատ Լպուչյանի հետ մի անգամ շփվել է, դուք հարյուրավոր, հազարավոր անգամներ եք շփվել, ես առիթ եմ ունեցել մի պարկեշտության առաքինության խորհրդանիշ։ Հիմա Սմբատ Լպուչյանին, եթե նույնիսկ պարզվի այսօր երեկոյան, որ Սմբատ Լպուչյանը ու վստահ եմ պարզվելու է բացարձակ անմեղ է, մեկը այս ամբողջ օրը այս քարոզչական սլիվներով այդ մարդու բարի անվան եւ բարի անվան հետ փաստորեն խաղ են։ Դե շատ ցավալի է, ես հասկացա մեր երկրում բոլոր այն բնակավարները, որտեղ քիչ թե շատ հաջողություն կա, շախմատում Սմբատ Լպուչյանը, գիտեք, եղել է մեր ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, 3 անգամ Հայաստանը օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել մեր շախմատային թիմը։ Ես չգիտեմ, որքան մարդ պիտի բութ, տգե, տահաս լինի, որպեսզի նման մարդու փորձի վարկաբեկել։ Նույն բանն է, տեսեք, պարոն Ծառուկյանը ապրիլի 11-ին ընտրվում է Եվրասիական մարզիկների համագործակցության կազմակերպության ղեկավար, այսինքն միջազգային հարթակում խիստ արժևորվում է արժանիորեն ու նույն օրը Հայաստանում իր դեմ ՀԱՕԿ-ի դեմ դատական բան են սկսում։ Այսինքն ոնց որ չար մարդիկ թշնամու մտածողությամբ մեր միջազգային հաջողությունների վրա չարանան։ Հիմա այս նույն իրավիճակն է, հայկական շախմատը համաշխարհային օլիմպոսին հասցրած մարդու այդ շինցու չգիտեմ էլ ինչ մեղադրանքով ձերբակալում են։ Սարմանալ, լավ, կապրին կտեսնենք, լավ, քանի որ ժամանակ արագ է անցում, կուզենայի անդրադառնայիք նաև տարածաշրջանի այդ վերջին զարգացումներին կապված Իրանի հետ, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան այս հակամարտությունը ճիշտ է ժամանակավոր հրադադար է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Գործընթացներ են ընթանում, հակասական եւ այլն։ Նույնիսկ նախորդ մեր եթերում, հարգելի պարոն Ղուշյան, եւ պատերազմը նոր էր սկսվել, ես մի համարձակ միտք ասեցի ձեր եթերում, որը շատերի կողմից քննադատվեց։ Ես ձեր եթերում ասեցի, որ ռազմավարական պարտություն են կրելու Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այս պատերազմում, դեռ նոր էր պատերազմը, բայց այնուամենայնիվ այդ համարձակ պնդումը արեցի։ Հրադադարից հետո ավելի համարձակ եմ այդ պնդումը անում։ Մի ցեղասպան Նեթանյահուն եւ նրա խամաչիկի վերածված Թրամփը չկարողացան որևէ ստրատեգիական խնդիր լուծել։ Շնորհիվ գլխատեցին Իսլամական Հանրապետության ղեկավարությանը, բայց Իրանի պետական համակարգը ապացուցեց իր կենսունակությունը, չնայած կար հասարակական դժգոհություն միջև պատերազմը, բայց հենց սկսվեցին ռազմական գործողությունները, Իրանի ողջ ժողովրդի համար սա դարձավ հայրենական պատերազմ եւ կոնսոլիդացվեցին իրենց իշխանության շուրջ եւ վերջապես Իրանի Իսլամական Հանրապետությունը չնայած խոցված վիրավոր, բայց պատերազմից դուրս եկավ ստրատեգիական առումով ավելի ուժեղացած, որտեղ օրինակ միջև պատերազմը որևէ մեկը չէր ենթադրում, որ Իրանը կարող է վերահսկել Հորմուզի նեղուցը
եւ համաշխարհային առևտրի նորակարգ թելադրել։ Հիմա մենք այդ իրողության հետ ենք։ Ես կարծում եմ, որ ինչ ընթացքեր ունենան բանակցությունները, այս պատերազմը մեր ռեգիոնում արմատապես վիճակ է փոխել։ Իրան Իսլամական Հանրապետությունը այլևս կարևոր գործոն է շատ կարևոր գործոն է ռեգիոնալ, իդեպս փաստը պիտի հաշվի առնեն նաև Հայաստանի իշխանությունները, սարկածախնդիր իշխանությունները, որովհետև օրինակ եթե իրենց քաղաքականության ամբողջ խաղադրույքը արել են թրիփի վրա, հիմա թրիփի հեռանկարը շատ մշուշոտ է, որովհետև դժվար է պատկերացնել, որ այս իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունը իր քթի տակ հանդուրժելու է ամերիկյան ներկայությունը, որտեղ պարզ է, չէ, դա տնտեսական նախագիծ չի միայն։ Մանավանդ, որ մենք տեսնում ենք, որ շատ կոշտացած է նաև իրանական հայտնի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Մենք տեսել ենք, կարդացել ենք Օվերչուկի ծավալուն հարցազրույցը 10 գործակալությանը, որտեղ նա բաց տեքստով Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության մասին է խոսում։ Իսկ դա դուք գիտեք ռուս-պարսկական համաձայնություն է, Արաքսով իրենց սահմանները բաժանելու, նաև Սյունիքի մասին եւ այլն, այսինքն ակնհայտորեն այս պատերազմը տարածաշրջանում ուժեղացրել է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության դիրքերը եւ նրանք բացահայտորեն ասում են, որ Եվրամիության Միացյալ Նահանգների մեջ տեսնում են թշնամական բլոկների եւ ես վստահաբար կարծում եմ, որ նրանք թույլ չեն տա թրիփի շահագործումը այն պարամետրերով, ինչի մասին հիմա խոսվում է։ Սա դաս պիտի լինի Հայաստանի իշխանությանը բոլոր ձևերը մեկ զամբյուղի մեջ չդնելու, ավանդական դաշնակիցների ձիերես չթեքելու, ինչքանով էս դասերը կսերտի Նիկոլ Փաշինյանը, մանավանդ Մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նախագահ շատ ակներևաբար ասեց Հայաստանին ինչ է սպասվում, եթե շարունակենք այս արկածախնդիր քաղաքականությունը, ցույց կտա ժամանակը։ Լավ, շնորհակալ եմ այսօրվա համար, բայց ես խնդրում եմ, քանի որ իրադարձությունները շատ է, բուրն է զարգանում, առիթի դեպքում մեր հրավերքը անպայման ընդունել, որտեղ երևի մեր այսօրվա խոսույթը պիտի շարունակենք, շատ հարցեր մնացին երևի։ Մեծ սիրով, պարոն Ղուշյան։ Պատրաստ եք։ Պատրաստ։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մենք հյուրընկալել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին, ում հետ արդեն պայմանավորվեցինք մոտ ապագայում նույնպես հանդիպել, իսկ այսօր այսքանը, ցտեսություն։